Ինչպես հավասարակշռել աղոթքի ադեն դիրոջ ներկայության ըլլալը եւ անգե իդ առօրյա կյանքին խառնվիլը։ Շատ անգամ աղոթքի կյանքի ընթացքին երբ դիրոջ ներկայության գտնվիս կադարյալ ուժ, զորություն, համարձակություն, իրեն ծառայելու փափակ նվիրում գզկաս, խոստումներ կուտաս, բայց երբ ելլես առօրյային խառնվիս կտեսնես փեր, ժխտական, դգարություն, հուսախաբություն, ընկճվածություն, դարբեր ցևերով կսկսին դիրել։ Այս մարդահրավերը շատ անգամ պատճառ կլա, որ հավատացյալը գարձե որ Աստծո ներկայութենեն ելլելը իրեն այդ վիճակը գուտա, բայց իրականության մեջ շատ բնական է Աստծո ներկայության մեջ իր մեկը ներշնչվիս, որբեսի փոխվիս հոգիդ թեպի մարմինդ եւ շունչդ, բայց երբ առօրյային երթաս, առօրյա պայմանները կդիրեն քու վրադ եւ անոնք է որ կսկացնեն քեզ այս վիճակը, բայց դու Սուրբ Հոգի միջոցով ինչքան աղոթքի կյանքդ օրինավոր կշարունակես, այդքան կմարզվիս, սրբակորձվիս եւ առօրյային մեջ իր ներկայությունը ապրելու փորձառությունը ցերկ կբերես։ Մի թույլնար աղոթքի ժամանակներդ որոշելու համար, իրեն այդ ժամանակ անցնելու համար եւ մի հուսահատիր, երբ աղոթքեն ելել են իդ դժվարության հանդիպիս ինք աշխատի, որ դու զորանաս, հաստատվիս ինչպես իր ներկայության մեջ, այնպես առօրյայի մեջ։